Այն որ մենք ունեցել ենք ինքնության ճգնաժամ, դա ակնհայտ է, եւ այդ ինքնության ճգնաժամը ըստ էության բերել է ինչ-որ փուլի ինքնության պատերազմի եւ այդ մենք այդ պատերազմում պարտվել ենք։ Համաձայն եք թե ոչ, խնդրեմ։ Այստեղ միանգամից 3 հասկացողություն կիրառեցիք՝ ինքնության ճգնաժամ, ինքնության կապիտուլյացիա եւ ինքնության պատերազմ։ Ուրեմն, ինչ վերաբերում է ճգնաժամին, ինչու ենք շատ դեպքերում ասում, որ ինքնության ճգնաժամ է, որտեղ ճգնաժամը ընդհանրապես աշխարհում եւ աշխարհում ճգնաժամը մենք այսպես բնութագրում ենք, որ այն համակարգային եւ կառուցվածքային ճգնաժամ է, որտեղ այս ճգնաժամի մեջ է գտնվում հասարակական կյանքի բոլոր ոլորտները եւ դա ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես մոլորակում, որտեղ կարծում եմ աշխարհը գնում է խորքային փոփոխությունների, տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, աշխարհաքաղաքական, ֆորմացիոն, տեխնոլոգիական եւ այլն, այսինքն ամբողջ մարդկային քաղաքակրթության կարելի ասել մի շրջափուլ է, ցիկլ է եկել իր ավարտին եւ սկսելու է նոր շրջափուլ եւ այս առումով հասարակական կյանքի բոլոր ոլորտները ճգնաժամի մեջ են եւ այդ ճգնաժամը հենց համարում ենք համակարգային կառուցվածքային